Սակայն ես ուզում եմ անդրադառնալ մեզ հաճախ ուղղվող քննադատության, որը կապիտալ ծախսերի կատարողականին է վերաբերում եւ մենք ամեն տարի խոսում ենք այն մասին, որ կապիտալ ծախսերի կատարողականը այնպիսին չի, ինչպիսին մենք կուզեինք տեսնել եւ այստեղ ունենք բարելավման էական կարիք եւ այս տարին մեզ ցույց է տալիս, որ հետեւողական ջանքը արդյունք է թողնում եւ մենք կապիտալ ծախսերի կատարման որակական փոփոխություններ ենք արձանագրում եւ ավելի պատկերավոր լինի բերեմ օրինակը հենց դպրոցաշինության ոլորտից 2025-ի 10 ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ կատարողական ունենք որպեսզի պատկերացնենք թե ինչպիսին է աճը 23 թվականի ընթացքում ամբողջ 23 թվականի ընթացքում մեր կատարողականը եղել է 20 միլիարդ 24-ին 40 միլիարդ այսինքն կապիտալ ծախսերի կատարողականի առաջընթացը ցույց է տալիս որ հիմա մենք մեկ երամսյակում անում ենք այնքան կապիտալ ծախս ինչքան նախկինում օրինակ անցյալ տարի կարող էինք անել մեկ ամբողջ տարվա ընթացքում սա տեղի է ունենում այն բանի հաշվին որ իրականում մենք խոսում ենք ոչ միայն օրինակ դպրոցների շինարարության մասին այլ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ բարեփոխման մասին մենք խոսում ենք կարողությունների զարգացման մասին Եվ այն մեծ թիմը տարբեր կառույցները, որոնք աշխատում են այս կարևոր ծրագրերի ուղղությամբ, զարգացնելով կարողությունները, ձևավորելով օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտը, որը նպաստում է նաեւ այս աշխատանքները ավելի արդյունավետ իրականացնելուն, կարողանում ենք արձանագրել նաեւ արդյունքներ։ Ընդհանուր առմամբ, քանի որ այս մասին խոսեցի, ապա նշեմ, որ 300 դպրոց 500 մանկապարտեզների մասով մենք ընդհանուր առմամբ ծրագրի բյուջե ունենք 385 միլիարդ դրամի չափով, որից արդեն այս տարվա հոկտեմբերի դրությամբ իրացված է շուրջ 153 միլիարդ դրամը։ Այս պահին աշխատանքները ավարտված են 60 դպրոցներում, որոնցից 35-ը նոր կառուցված, 25-ը նորոգված եւ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվեն եւս 50 դպրոցներ, որոնցից 8-ը կառուցվող, 42-ը նորոգվող եւ կանխելով բոլոր հարցերը այս ծրագրի իրատեսականության վերաբերյալ նշեմ, որ մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը եւս 151 դպրոց կհանձնվի շահագործման, 49 նոր կառուցվող եւ 102-ը նորոգվող, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը եւս 47 նորակառույց դպրոց, 26 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն 308 դպրոցներ, որոնցից 139 կառուցված եւ 169 կապիտալ նորոգված, 27-ին կավարտենք եւս 49 դպրոցների շինարարությունը եւ 357 դպրոցներում այսպիսով կավարտենք աշխատանքները, սա չի լինի ամբողջական լուծում դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրների, որովհետեւ մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ սա առաջին 300 դպրոցների ծրագիրն էր եւ մենք արդեն իսկ պատրաստում ենք ցանկերը հաջորդ դպրոցաշինության ծրագրի, որովհետև ցավոք տարիների ընթացքում մաշված ենթակառուցվածքները, ոչ բավարար ներդրումները, ինչպես նաև շենքերի պահպանման համար ոչ բավարար հատկացումները բերել են նրան, որ մենք ունենք շատ ավելի մեծ ծավալի խնդիր եւ հաջորդ 300 դպրոցների ծրագիրը նույնպես պետք է թիրախային ազդեցություն թողնի։ Ընդհանուր առմամբ այս ծրագրով մենք շահառուներ ենք ունենալու հանրակրթության համակարգի սովորողների շուրջ 1/3-ի չափով ավելի քան 107,000 երեխաներ ծրագրի արդյունքում կսովորեն այս արդիական ժամանակակից հագեցված պայմաններում նրանց մեծ մասը արդեն իսկ օգտվում է այս հնարավորություններից եւ առաջիկայում այս երեխաների թիվը բնականաբար կավելանա։ Ես մի բան էլ կուզեմ ասել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ թիրախային է այս ծրագիրը, որ մենք իրականացնում ենք, որտեղ խոսքը միայն դպրոցի շինարարության մասին չի, խոսքը նաև այն մասին է, թե ինչպես են համակարգում լուծվում խնդիրները։ Եվ օրինակ, եթե վերցնենք պաշտոնական վիճակագրության տվյալները 2019-ի դրությամբ, մենք ունեինք 71 դպրոցներ, որոնք չունեին ջրամատակարարում։ 24-ի ավարտին խնդրում եմ ուշադիր լինել, որ խոսքս 24-ի տվյալներին է վերաբերում, պաշտոնական վիճակագրությունը 25-ի մասով կհրապարակվի միայն հաջորդ տարի, եւ սա նշանակում է, որ այս տարվա ցուցանիշները այստեղ նույնիսկ արտացոլված չեն, այս դպրոցների թիվը կրճատվել է 30-ով։
Գոյուղի չունեցող 138 դպրոցներ են ունեցել 2019-ին։ Այս դպրոցների թիվը 24 թվականի ավարտի դրությամբ կրճատվել է 41-ով։ Վառարանով կամ էլեկտրական ջեռուցիչով տաքացվող 438 դպրոցներ են ունեցել 2019-ին, դրանց թիվը կրճատվել է 93-ով։ Ընդհանրապես չջեռուցվող դպրոցների թիվը նույնպես կրճատվել է եւ այս տարեվերջի դրությամբ կարծում եմ, որ նման դպրոց ուղղակի չենք ունենա։ Ու սա դեռևս չամփոփած 300 դպրոցների ծրագիրը, ըստ էության կեսին էլ չհասած, մենք արդեն այս ցուցանիշները ունենք եւ սա նշանակում է, որ թիրախի իմաստով ընտրված են այն դպրոցները, այն խնդիրները, որոնք համակարգը բարեփոխելու ուղիղ ճանապարհն են ցույց տալիս։